Դպրոցներից մինչև մանկապարտեզներ, լսարաններից մինչև ուսուցչական սենյակներ։ 2025 թվականի ընթացքում կրթության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացրել հանրակրթական, նախադպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատություններում, նպատակ ունենալով ապահովել կրթության որակը և օրենսդրական պահանջների պահպանումը։ Ստուգումները կատարվել են ինչպես պլանային, այնպես էլ արտահերթ ձևաչափով, քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա։ 2025 թվականին տեսչական մարմինը իրականացրել է շուրջ 101 ստուգում, եթե կրկին ըստ ոլորտների դրանք ներկայացնենք, 17 ստուգում իրականացվել է նախադպրոցական կրթության ոլորտում, 67 ստուգում իրականացվել է դպրոցներում, որոնցից 60-ը պլանային և ևս 7-ը դիմում բողոքների հիման վրա և 17 ստուգում, որոնցից 15-ը պլանային իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտում։ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 195 դիմում բողոքներ, դրանց ծանրակշիռ մասը, մեծ մասը 159-ը վերաբերել է դպրոցներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կրթական միջավայրում առկա խնդիրներին։ Հայտնաբերված խախտումների դեպքում տեսչական մարմինը կիրառել է վարչական ընթացակարգեր և տվել պարտադիր ցուցումներ թերությունների վերացման համար։ 2025 թվականին 2024-ի նկատմամբ այն խախտումների տոկոսը, որոնց ուղղությամբ տրվել է հանձնարարական, էապես աճել է, մասնավորապես 24 թվականին դա կազմել է 6%, իսկ 25 թվականին 37%։ Սա ինչի մասին է խոսքը, հայտնաբերված խախտումների մի մասը հայտնաբերման պահին հնարավոր չի լինում վերացնել, այսինքն դա այնպիսի խախտումներն են, որոնք արդեն օրինակ ուսուցչին սխալ որակավորմամբ ընդունել են, բայց արդեն ստուգման պահին որակավորման պահանջը լրացած է եղել։ 2025 թվականին կարևոր տեղ է զբաղեցրել նաև քաղաքացիների հետ աշխատանքը։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել ուսուցիչների, ծնողների և կրթական հաստատությունների ղեկավարների հետ, քննարկելով կրթության ոլորտում առկա խնդիրներն ու բարեփոխումների անհրաժեշտությունը։ 2025 թվականին տեսչական մարմինը, ինչպես նախորդ տարիներին, իրականացրել է մնացորդային գիտելիքների ստուգումներ, որի շրջանակներում մաթեմատիկա, հայոց լեզու առարկաներից տրվում են նախորդ տարվա ուսումնական նյութի հիման վրա կազմված գրավոր աշխատանքներ։ Այդ աշխատանքներին երկու առարկաների դեպքում էլ մասնակցել են շուրջ 3500 սովորողներ, միջին գնահատականը ամփոփված տվյալների համապատասխան հայոց լեզու առարկայից կազմել է 4,3 միավոր, մաթեմատիկա առարկայից 4 միավոր։ Կրթական տեսչական մարմինն առանձնացրել է 2025 թվականին կատարված տարբեր խախտումներ, որոնք առավել հաճախ են պատահել։ Սյունակաշարերի ներդրմանը զուգահեռ տեսչական մարմինը ավելի ակտիվ կերպով է դիտարկում, այսինքն ոչ միայն տվյալ զարգացնող միջավայրի առկայությունն է դիտարկվում, այլև մանկավարժների կողմից դրա նպատակային կիրառման դրսևորումներն են վերահսկողության ենթակա։ Միևնույն ժամանակ երկրորդ ամենահաճախ հանդիպող խախտումը նախադպրոցական կրթության ոլորտում վերաբերում է համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն որքանով է այդ տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունը իրականացվել օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև այստեղ երրորդ ամենահաճախ հանդիպող խախտումը վերաբերում է մանկավարժների համալրման խախտումներին։ Տարվա ընթացքում հրապարակվել են գործունեության ծրագրեր և հաշվետվություններ, որոնք նպատակ ունեն ապահովելու թափանցիկություն և հանրային վերահսկողություն։ Միաժամանակ ընդլայնվել է գործակցությունը պետական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ Այս պահին տեսչական մարմնում ձևավորված է աշխատանքային խումբ, որը մշակում է համապատասխան գործիքներ տնօրենի տեղակալների, հոգեբանի և ուսուցչի օգնականի աշխատանքային գործառույթների պատշաճ դիտարկման համար։ Եվ նշված գործիքակազմերը փորձարկում անցնելուց հետո 26 թվականին կներդրվեն։ Արդյունքում 2025 թվականը կրթության տեսչական մարմնի համար նշանավորվել է վերահսկողության ուժեղացմամբ, կրթական համակարգի որակի բարձրացմանն ուղղված քայլերով և հանրության վստահության ամրապնդմամբ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։